Մանկությունը հիշելիս սիրտս լցվում է խորը կարոտով։ Մենք փոքր էինք և դեռ չէինք հասկանում, թե ինչ է ցավը, կորուստը կամ բաժանումը։ Ամեն ինչ պարզ էր, մաքուր ու լի ուրախությամբ։ Կյանքը մեզ համար հեքիաթ էր թվում։ Նոր տարին գալիս էր սպասումով ու հրաշքով, իսկ ձմեռը մեզ համար լի էր խաղով, ծիծաղով ու մանկական երազանքներով։ Երբ ձյուն էր գալիս, մենք սահնակներով բարձր բլուրներից վեր ու վար էինք իջնում ճիչերով ու ծիծաղով, ձնագնդիկներով խաղում էինք, ձնեմարդ պատրաստում, և մեր մանկական ուրախությունը չէր ավարտվում։ Երգում էինք մեր սիրելի երգերը, ձմռան, ձմեռ պապի ու ձյունանուշիկի մասին։ Ձմռան օրերը մեզ համար լի էին խաղով, ծիծաղով ու ուրախությամբ։ Եղևնին զարդարում էինք ջերմ զգացումներով, իսկ կոտրված խաղալիքներից մենք պատրաստում էինք գեղեցիկ թագեր։ Պատուհաններին ոչ միայն բամբակից, այլ նաև թղթից պատրաստված ձյունիկներ էինք փակցնում։ Իսկ երեկոյան անհամբեր սպասում էինք քնելու ժամին, որպեսզի առավոտյան բարձի տակ գտնեինք մեզ շատ երկար սպասված ձմեռ պապի թողած նվերները։ Չգիտեինք, թե ինչու ամեն տարի գրեթե նույն նվերներն էինք ստանում։ Թափանցիկ տոպրակներում միշտ լինում էին պոպոկ, բնդուկ, կոնֆետներ, մանդարին ու խնձոր։ Եվ այդ ամենը մեզ լիովին երջանիկ էր դարձնում։ Հետո ընտանիքով գնում էինք կրկեսի ու տոնական հանդեսների, իսկ դպրոցներում ու մանկապարտեզներում նույնպես մշտական տոնական միջոցառումներ էին լինում։ Այնտեղ մեզ դիմավորում էին ձմեռ պապն ու ձյունանուշը, իսկ գեղեցիկ նվերները դառնում էին մանկական հիշողությունների անբաժան մասը, մեզ հետ մնալով որպես թանկ հուշեր։ Նոր տարին դիմավորում էինք մի քանի շաբաթ շարունակ։ Տանը ամեն օր ու գիշեր հյուրեր էին գալիս շնորհավորելու, իսկ սեղանները լի էին մայրիկի պատրաստած համեղ ուտեստներով ու տան ջերմությամբ։ Սիրում էի նաև, երբ մենք հյուր էինք գնում և երբեմն նվերներ ստանում։ Երանի այն օրերը, երբ բոլորս միասին էինք, մայրիկ, հայրիկ, տատիկ ու պապիկ, քույրեր ու եղբայրներ, կարոտել եմ ձեզ։ Մեծացանք բոլորս, կյանքը փոխվեց և ամենքից տարավ տարբեր ճանապարհներ։ Մանկությունս մնաց հուշերիս գրկում, իսկ անցյալն այլևս ետ չես բերի։ Այսօր հոգիս լի է կարոտով, չկան այն սիրելի մարդիկ, որոնց միշտ կողքիս էի պատկերացնում։ Կարոտում եմ մանկությունս, ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս։ Այդ հիշողությունները հիմա ապրում են սրտիս մեջ որպես ամենաթանկ հուշեր։ Կյանքը կարճ է, եկեք ապրենք յուրաքանչյուր գեղեցիկ պահը, քանի դեռ ունենք իրար, քանի դեռ կյանքը շարունակվում է, որովհետև
հետո կարող է շատ ուշ լինել։